կազմակերպությունը իմ պատկերացմամբ, երբ որ հիմնադիրը ստեղծում է կազմակերպություն, դա արդեն առանձնացվում է իր անձից, ինքը շնչող օրգան է, ինքը ունի իր դեմքը, իր բնավորությունը ունի, ու տնօրենը կառավարում է, օգնում է այդ օրգանին մեծանա, հզորանա, առաջ գնա, ու աշխատակիցներն էլ այդ շարժող մասն ենք ասում, բայց եթե ընկերությունը առաջ է գնում, շարժվում է, ուրեմն պետք է աշխատակիցներն էլ զուգահեռ ինքնակրթվեն, ունենան համապատասխան որակավորումներ ու առաջ գնալ։ Լինում է ինչ-որ մի պիրոդ, երբ որ ընկերության բնավորությանը ինչ-որ աշխատակցի բնավորություն չի համապատասխանում, այսինքն նպատակահարմար չի լինում, անկախ նրանից, անկախ իր ակտիվությունից, անկախ իր երևույթից, լավ աշխատանքից չեմ կարող ասել, որովհետև լավ աշխատանքը միշտ գնահատվում է, անկախ իր ընկերությունում դեմք լինելու, այսինքն ընկերության դեմք լինելու հանգամանքից լինում է, որ բնավորությունները ընկերության ու իր կամ այդ ժամանակում արդեն չեն համապատասխանում, դա նորմալ է բիզնես երևույթում, ու կամ նույնը սպորտի մեջ շատ ժամանակ ակումբները իրանց լավագույն թվացող ֆուտբոլիստին հեռացնում են ակումբից, որովհետև խաղը չի կարող ճիշտ կազմակերպվի, այսինքն թիմի մնացած աշխատանքի վրա ազդում է, այսինքն դու լինելով ինդիվիդուալ ու լավագույնը, երբ որ չես խաղում այդ թիմում, այդ թիմի ընդհանուր ստեղծած արժեքը ավելի բարձր է լինում, քան ունենանք շատ թանկանոց ֆուտբոլիստ, որը որ մի հոգի, ու շատ ժամանակ այդ մի հոգիները կազմակերպություն պետք է գնան։